Ռուսաստանն իրավական բնույթի հարցեր ունի կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմության հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Չնայած առկա իրավական նրբություններին խաղաղ կարգավորման գործընթացի շահերը ամեն ինչից վեր են, նշել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ առաջնայինը բանակցային գործընթաց սկսելն է, մնացած ամեն ինչ երկրորդական բնույթ է կրում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրը բաղկացած է 2022 թվականից Կիևի կողմից կորցրած տարածքները ռուսական ճանաչելուց։ Այս մասին գրում է CNN-ը, վկայակոչելով ծրագրին ծանոթ պաշտոնյաներին։ Ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրը ներառում է Վաշինգտոնի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը եւ Ռուսաստանի լրացուցիչ ուկրաինական տարածքների տրամադրումը, որոնք օկուպացվել են 2022 թվականին նրա լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր, հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները։ Ուկրաինայի համար դժվար կլինի պահպանել ռազմաճակատի գիծը մարդկանց պակասի եւ հրետանային զենքի պաշարների սպառման պատճառով։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության հարցերով վիեննական վերլուծաբան Ֆրանց Շտեֆան Գադին, հաղորդում է Wall Street Journal-ը։ Վերլուծաբանի խոսքով առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Կիևին հանձնված հրետանին ամենայն հավանականությամբ կավարտվի, իսկ Եվրոպան չի կարողանա լրացնել Վաշինգտոնի օգնության բացակայությունը։ Ես ոչ մի կտրուկ փոփոխություն կամ ճակատային գծի փլուզում չեմ ակնկալում, բայց ընդհանուր առմամբ կանխատեսումները դրական չեն Ուկրաինայի համար, ինչ որ պահի անօթաչուների հարվածները չեն կարող փոխարինել հետևակի բացակայությանը, նշել է նա։ Տխուր ավարտ կարող է սպասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ով պարծենում է սպանություններով։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Երբ պետության ղեկավարը պարծենում է սպանություններով, դա նշանակում է միայն մեկ բան՝ վերջինս տխուր ավարտ կունենա, հայտարարել է քաղաքական գործիչը։ Մարտական առաջադրանքի ժամանակ Ուկրաինայի կողմից Սու-27 կործանիչ կորցնելու պատճառը մարդկային գործոնն էր, ասել է 3-րդ առանձին գրոհային բրիգադի շտաբի պետ Օլեգ Պետրենկոն։ Նախորդին Ուկրաինային ռազմաօդային ուժերը հայտնել էին մարտական առաջադրանք կատարելիս Սու-27 կործանիչի կորստի մասին։ Ռազմաօդային ուժերը նշել են, որ օդաչուն ողջ է մնացել ավիավթարից եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել դեպքի հանգամանքները պարզելու համար, սակայն նա հրաժարվել է մանրամասն հայտնել դեպքի մասին։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սյուբը խոստովանել է, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների, արտացոլելով իրավիճակը ռազմի դաշտում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Նա խոստովանել է, որ Ուկրաինան պետք է փոխզիջումների գնա այն տարածքների շուրջ, որոնք կարտացոլեն մարտադաշտի իրողությունները, գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Սյուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում նման տարածքները որպես ռուսական։ Նա պնդում է, որ ավելի վաղ ամերիկացի բանակցողները ուրվագծել էին խաղաղության ծրագրի նախագիծ, ըստ որի ԱՄՆ-ն Ղրիմը կճանաչի որպես Ռուսաստանի մաս։ Հետո Ուկրաինան ու եվրոպացիները հանդես եկան հակառաջարկով, որը մերժվեց Մոսկվայի կողմից։ Ես առաջարկում եմ վերակառուցել այս երկու առաջարկներն այնպես, որ ստեղծվի գործարքի հասնելու հնարավորություն հենց հիմա, ասել է նա։ Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է մինչև ատամները զինել որպես ապագա անվտանգության երաշխիքների մաս։ Ուկրաինան կկորցնի տարածքներ եւ անվտանգության երաշխիք չի ստանա արևմուտքից խաղաղ համաձայնագրի արդյունքում։ Նման կանխատեսում է արել Պոլիտիկո պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ վերջին 2 տարիների ընթացքում Կիևը հակամարտությունում հաջողություն չի ունեցել, այդ թվում դաշնակիցների չմտածված քաղաքականության պատճառով։ Խաղաղ գործարքի արդյունքում Կիևը ոչ միայն մասշտատված դուրս կգա այս կոշտ հակամարտությունից, այլև անվտանգության ոչ մի հուսալի երաշխիք չի ունենա, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է աջակցել եվրոպացիներին, գրում է պարբերականը։ Նյութի հեղինակները նշել են, որ իրավիճակի նման զարգացում կարելի էր թույլ չտալ, եթե արևմուտքը չկռվեր։ Հակամարտության սկզբում Եվրամիության քաղաքականությունը, որը խոստացել էր Ուկրաինային անհրաժեշտ քանակությամբ զենք տրամադրել հենց սկզբից, կասկածներ էր հարուցում, հավելել են լրագրողները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի շարք պետությունների ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը ձեռնտու են Չինաստանին, քանի որ դրանք խաթարել են ԱՄՆ-ի հեղինակությունը։ Կարծում է The Wall Street Journal-ը, սխալ է մտածել, որ սակագների վնասը միայն ներքին է։ Ընկերների եւ թշնամիների վրա հարձակումը խարխլեց ԱՄՆ-ի նկատմամբ գլոբալ վստահությունը, ինչը իսկա նվեր է Սի Ցզինփինին, նշել են հոդվածի հեղինակները։ Նրանց կարծիքով ԱՄՆ-ն զիջում է համաշխարհային տնտեսական առաջատարությունը, Պեկինն արդեն ձգտում է ամուր հարաբերություններ հաստատել
աշխատել Վաշինգտոնի դաշնակիցների հետ, նրանց տրամադրելով ավելի հուսալի, հսկա շուկա։ Ստեղծված իրավիճակը կարող է լրջորեն խանգարել Չինաստանի զսպմանն ուղղված երկրների առևտրային դաշինքի ձևավորմանը, նշել է խմբագրական գոլեգան։ Ուկրաինան չի շահի, եթե առաջիկա տարիներին Մոսկվայի եւ Կիևի ռազմական հակամարտությունը չավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը պոդքասթեր Չարլի Քըրքին տված հարցազրույցում։ Լրատվամիջոցներում տարածվում է տարօրինակ գաղափար, որ եթե մարտերը տևեն եւս մի քանի տարի, ռուսները կպարտվեն։ Ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը եւ ամեն ինչ կվերադառնա նրան, ինչ եղել է պատերազմից առաջ, կարծում է Վենսը։ Սակայն փոխնախագահը վստահ է, սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք։ Քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ ռազմական հակամարտության շարունակման դեպքում հասարակության փլուզման վտանգ կառաջանա, եթե հակամարտությունը շարունակվի, եւս մի քանի տարի միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ եւ դա կարող է վերաճել միջուկային պատերազմի։ Հայտարարել է Վենսը, հավելելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ուղղված է կարգավորման հասնելուն։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ է անցկացնում, որոնց ժամանակ մշակում է Կալինինգրադի մարզի գրավման սցենարը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է RBC-ն։ Երկրորդ տարին անընդմեջ ՆԱՏՕ-ն մեր սահմանների մոտ անցկացնում է վերջին տասնամյակների ընթացքում ամենամասշտաբային զորավարժությունները, որոնց ընթացքում մշակում է Կալինինգրադի մարզի Ռուսաստանի միջուկային զսպման ուժերի մշտական տեղակայման, վայրերին կանխարգելիչ հարվածների գրավման սցենարները։ Ասել է նա։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը մարզվում են հարձակվելու Վիլնյուսից մինչև Օդեսա ընկած տարածքներում, ինչպես նաև սահմանափակելու նավերի տեղաշարժը Բալթյան եւ Սև ծովերում։ Բացի այդ, Ռուսաստանի անվտանգությանը սպառնում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Երվրա հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, կարծում է Պատրուշևը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է Չինաստանում երկրի առաջնորդ Սի Ցզինփինի աջակցության ուժեղացմանը, հայտնում է Բլումբերգը, ամփոփելով գործարար եւ քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ հարցազրույցի արդյունքները։ Գործակալությունը նշում է, որ Սինը քննադատության է ենթարկվել կորոնավիրուսի ժամանակ խիստ միջոցներ ձեռնարկելու պատճառով, սակայն այժմ նկատվում է համախմբում Չինաստանի առաջնորդի շուրջ։ Նրան աջակցություն են հայտնում նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատում էին պետության ղեկավարին։ Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներկրման համար 145% մաքսատուրքերի սահմանումը եւ Պեկինից 125% պատասխան դիրքաչափը սպառնում են զրոյացնել առևտուրն աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջև։ Բլումբերգի գնահատականներով մնալով ներկայիս մակարդակում մաքսատուրքերը կարող են կրճատել ԱՄՆ-չինական արտահանման ավելի քան 80%-ը եւ նվազեցնել երկրի հնան 2%-ով, եթե ձեռնարկությունները չգտնեն սպառման նոր շուկաներ։ Եվրոմեդիա 24-ը այսօր հարցախույզ է արել Երևանի փողոցներում եւ քաղաքացիներից փորձել է հասկանալ, արդյոք Գոհեն Տիգրան Ավինյանի կատարած աշխատանքից եւ ում կցանկանային տեսնել քաղաքապետի պաշտոնին։ Քպականներից ոչ մեկից գոհ չեմ։ Մարդիկ չեն գալի ժողովրդի համար բան անելու։ Բոլորը ժամանակավոր գալիս են առու փախ վիճակն է։ Առնեն փախնեն, առնեն լսեք ամոթա, այսքան կարելի է ասել, չտես սոված տներից փախած եկան, լցվեցին, դառան ղեկավարներ։ Այտենց չի կարելի։ Տկլոր եկել են այս աշխարհ, տկլոր գնալու են։ Չի կարելի, կարելի մեղք են այս ժողովուրդն, այս ինչ օրն են գցել։ Չեն զբաղվում ոչինչով։ Տրանսպորտ թանկացրին, ժողովուրդ խելոք, այս ժողովրդին տեղն է։ Տեղն է։ Ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին։ Շատ տեղն է։ Հələ իրիկուններ եկեք տեսեք ինչ է կատարում։ 40 րոպե մի ժամ սպասում են տրանսպորտի, վերջում էլ ով ասես իրանց գրգած էթում ատուն։ Էսա մեծ մենակ փրթում են, դի թանկացնենք, լավացնենք, էս անենք 7 տարի անցավ խապելով։ 7 տարի։ 7 տարվա մեջ մեզանից հզոր ու լավ երկրներ այնպես փոփոխություններ են անում, որ քաղաքացին զգում է այդ։ Ստե քաղաքացին լրիվ տկլորացել է, թքած ունի ամեն ինչի վրա, արդեն այդքան էլ չէ։ Ինչն է խնդիրը։ Ծառահատումները շատ քաղաքը կեղտոտ է, տրանսպորտը խոստացված կարգ ու կանոնը չկա։ Մարդիկ շատերը պատրաստ են այդ 150 դրամը վճարել, բայց լիքն են ավտոբուսները, քանակ ավտոբուսների չի ավելացել, հաճախակի այդ ապարատները չեն էլ աշխատում, այ դա
ինձ թվում է մեծ պրոբկաները սարսափելի, ինչ որ բան պետք է լուծել, մեծ խոսում էին, չէ, որ կփոխվի տրանսպորտային ցանցը, քաղաքը պիտի շնչի, քաղաքը խորը հիվանդ է, ծառահատումների մասին вообще չեմ խոսում։ Կցանկանայիք տեսնել քաղաքապետի պաշտոնում։ Չգիտեմ, կցանկանայի տեսնել պրոֆեսիոնալ մարդ, որը գիտի բոլոր այդ խնդիրները, քաղաքաշինական լուրջ խնդիրներ ունի քաղաքը ու չգիտեմ, նույնիսկ չեմ տեսնում ոչ մի տեխնացու հիմա, ցավոք սրտի։ Ամբողջականը կարող եք դիտել լուրերի թողարկումից հետո։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն ինչպես խոստացել էր Նոր Նորքի քաղաքպետարանի գլխավոր մուտքի մոտ գնացել է քաղաքպետ Տիգրան Տեր-Մարգարյանից իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու։ Եվրամեդիա 24-ի հետ զրույցում Չախոյանը նշել է, որ Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն, սպառնացել իրեն եւ ավականու անդամ Մեսրոպ Պանուկյանին, ինչպես նաեւ անհարգալից խոսել իրենց հասցեին։ Ապրիլի 25-ին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Անդրանիկ Քոչարյանի անվայելու չպահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։ Ապրիլի 25-ին Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ Կատարի Էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ Ալ-Մուսնադի հետ, հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպան ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը։ Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է եւ անհնար է թույլ տալ, որ այս մեռնող երկրի մնացորդները որոշ ժամանակ անց միանան ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իմ կարծիքով Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է։ Սա իմ անձնական կարծիքն է։ Անհասկանալի է, թե որքան ժամանակ կգործեն դրա մնացորդները, ում դրանք պետք կգան պրագմատիկ արևմտյան աշխարհում, առանց էներգետիկ ռեսուրսների եւ արդյունաբերության, առանց հեռանկարների եւ ներուժի, ասել է Մեդվեդևը։ Քաղաքական գործչի խոսքով նույնիսկ եթե քայքայվող պետությունից ինչ որ բան մնա եւ այն շարունակի գոյություն ունենալ, այդ մնացորդներին չի կարելի թույլ տալ դառնալ ՆԱՏՕ-ի մաս։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է նաեւ Ուկրաինայի երկկողմ համաձայնագրերի մասին այլ երկրների հետ։ Նրա խոսքով դրանք անընդունելի են, եթե սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Գազայի հատվածում ավելի քան 65,000 երեխա հոսպիտալացվել է խիստ թերսնման պատճառով Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման ֆոնին։ Այս մասին հայտնում է Ալ-Մասիրա հեռուստաալիքը, հղում անելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնին։ Ավելի քան 65,000 երեխա 1.1 միլիոն պաղեստինցի երեխաներից եւ դեռահասներից, որոնք ամեն օր տառապում են սովից, հոսպիտալացվել են սուր թերսնման պատճառով, հաղորդում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալությունը ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում տիրող ծանր իրավիճակի վրա կապված մարտի 2-ից գործող անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու Իսրայելի արգելքի հետ։ Հնդկաստանը դիտարկում է իր օդային տարածքը պակիստանյան ավիափոխադրողների համար փակելու եւ պակիստանյան նավերի մուտքը հնդկական նավահանգիստներ արգելելու հարցը։ Այս մասին հաղորդում է Economic Times թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Ինչպես նշում է հրատարակությունը, այս դեպքում Պակիստանը ստիպված կլինի ինքնաթիռները փոխել Չինաստանի կամ Շրի Լանկայի միջոցով հարավ-արևելյան Ասիայի ուղղություններ հասնելու համար։ Պակիստանի պետական միջազգային ավիաուղիները օգտագործում է Հնդկաստանի օդային տարածքը աշխարհի այդ մասի մի քանի ուղղություններ մուտք գործելու համար, ներառյալ Կուալա Լումպուրը եւ Մալազիայի այլ քաղաքներ, բացի Սինգապուրից եւ Թայլանդից։ Հրաձգություն է տեղի ունեցել Ջամուի եւ Քաշմիրի, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հսկողության գծի սահմանային գոտում։ Այս մասին ասվում է հնդկական բանակի հայտարարության մեջ։ Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել հսկողության գծի երկայնքով Կուպվարա եւ Բարամուլլա շրջանների դիմաց գտնվող տարածքներում, ասվում է զեկույցում, որը մեջբերում է PTI լրատվական գործակալությունը։ Հնդկաստանի զինվորականները պատասխանել են արագ եւ արդյունավետ, ասվում է տեքստում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրադադարը Հնդկաստան-Պակիստան սահմանին խախտվել է 5-րդ գիշերն անընդմեջ Նյու Դելհիի եւ Իսլամաբադի միջև
մինչև լարվածության ֆոնին Ջամու եւ Քաշմիր նահանգներում մահապարտ ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Գրենլանդիայի խոշորագույն հեռահաղորդակցական TUSAS ընկերությունը կորցրել է կապը Իսպանիայի Մասպալոմաս քաղաքում տեղակայված իր արբանյակային սարքավորումների հետ 3 այնտեղ տեղի ունեցած խոշոր հոսանքազրկումից հետո, հայտնում է ընկերությունը։ Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն TUSAS-ը հետաքննում է, թե արդյոք անջատման պատճառը հոսանքազրկումն էր։ Այժմ մենք կապի մեջ ենք Իսպանիայի Մասպալոմաս քաղաքում գտնվող մեր սարքավորումների հետ, որոնք մենք օգտագործում ենք արբանյակային ծածկույթի տարածքում մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու համար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Ընկերության տվյալներով արբանյակային կապի ծառայություններից օգտվող իր հաճախորդներին հասանելի չեն բջջային կապը, ինտերնետը, հեռուստատեսությունը, ռադիոն եւ SMS հաղորդագրությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին խաղաղության պարտադրելով զրկում է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն իր կերպարից եւ աջակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը գտնվում է նախնական կալանքի տակ պետական դավաճանության կասկածանքով։ Զելենսկու կերպարը ոչնչացվում է, նրա կարգավիճակը հերքվում է, նրա ազդեցությունն ու աջակցությունը չեզոքացվում են, ընդգծել է նա։ Ռադայի պատգամավորի խոսքով Թրամփը հարվածում է ուկրաինացի առաջնորդին շատ ավելի ցավոտ կերպով, քան պարզապես նրա հաշիվները արգելափակելով։ Հակամարտության կարգավորման խաղաղության համաձայնագրի արդյունքում Ուկրաինան կմասնատվի, եւ Կիևը չի ունենա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը։ Խաղաղության համաձայնագրի արդյունքում Կիևը ոչ միայն դուրս կգա այս դաժան հակամարտությունից մասնատված, այլև կզրկվի որևէ լուրջ անվտանգության երաշխիքից, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է աջակցել եվրոպացիներին, ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ Եվրոպայի քաղաքականությունը Կիևին խոստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կասկածներ է առաջացնում։ Չինաստանը վտանգում է դեմոգրաֆիկ ճգնաժամի բախվել, այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում։ Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է, գրել է գործարարը։ Նրա կարծիքով նույնը կարելի ասել աշխարհի գրեթե բոլոր պետությունների մասին։ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսել է մեծ հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հերոսական մասնակցության վերաբերյալ։ Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին, էթնիկ ստումներին, նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ում ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվել են հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։ Ներկա գտնվող ադրբեջանական պատվիրակության անդամները պարբերաբար փորձել են ընդհատել եւ խոչընդոտել Շարմազանովի ելույթը։ На заявление азербайджанской делегации, которая сказала, что в 2020 году итоги войны были справедливы. Итоги войны несправедливы, и теперь ничего общего с уставом ООН и с правом народного самоопределения. Да здравствует свобода и народная... Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ եւ ընդդիմադիր գործիչներ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին պարտկեցնելով ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել։ Ինչպես հայտնում են Եվրոմեդիա 24-ի աղբյուրները, դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաեւ նրա օգնականին։ Բաքվի զինվորական դատարանում եկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նշենք, որ նախորդ նիստում ականների պայթյուններից տուժած մի շարք տուժողներ ցուցմունքներ էին տվել։ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախորդին էր անցկացվել։ Նրանց առաջադրվել են շինծու մեղադրանքներ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին։ Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացմաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվրոմեդիա 24-ը այսօր հարցախույզ է արել Երևանի փողոցներում եւ քաղաքացիներից փորձել է հասկանալ, արդյոք Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են եւ արդյոք Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Չէ, պաշտպանված չէ։ Ինչ է կարծում, խնդիրը ինչու՞ն է, որ պաշտպանված չէ։ Խնդիրը կառավարության մեջ է։ Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան ձեր կարծիքով իր տեղում է։ Абսոլյուտно պաշտպանված չեն։ Ինչն է խնդիրը։ Չգիտեք դուք։ Ես ուշիմ խայտարակ տեղ ենք մենք ապրում, այս էլ ասեմ իմանաք։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները սարսափելի կերպով ոտնահարված են։ Այստեղ մարդը ոչ արժեք ունի, ոչ գնահատանք։ Չի գնահատում այստեղ մարդը։ Դա ցավալի բան է, բայց եզակի երկրներից է, որտեղ չի գնահատում, ոչ շնորհակալություն են հայտնում եւ ոչ մի բան բացարձակապես։ Իսկ ինչ է կարծում Անահիտ Մանասյանը որպես մարդու իրավունքների պաշտպան իր տեղում է։ Բացարձակապես իր տեղում չէ, գաղափար չունի ընդհանրապես մարդ էակից, մարդ տեսակից գաղափար չունի ու զարմանալի է, որպես այդ անգաղափար տեսակները այսօր հայտնվել են այնտեղ, որից ոչ մի բան չեն հասկանում, ոչ մի պատկերացում չունեն անգամ։ Ցավալի է դա, բայց մեր օրյա իրականությունը դա է։ Մենք երբ սթափվենք եւ հասկանանք, որ սա մենք գաղջի մեջ ենք վերջ, էլի գորշության մեջ ենք։ Վերջը մի օր պիտի գա, որ այդ գորշությունը մենք մեր գիտակցության բարձրագույն վերացնենք։ Մեր հասարակությունը պիտի սթափվի, պիտի գիտակցության գա, որ այսօր անտերության են մատնված, անգիտակից մարդկանց պատճառով։ Ամբողջականը կարող եք դիտել լուրերի թողարկումից հետո։ Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դիկա նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4-ամսական Մայքլ Ֆեյդին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կտվորուհի աշխատում է անասնագումերից մեկում եւ ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն երեխային հայտնաբերել է մահացած։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը, նշել է Խաչատուրյանը։ Պեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին եւ հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն։ Այս մասին Ռիո դե Ժանեյրոում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղված բոլոր ջանքերին եւ հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանադառնան ճգնաժամի բուն պատճառներին եւ հնարավորինս արագ կհասնեն արդար, երկարատև եւ խաղաղ համաձայնության, որը պարտադիր եւ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Չինացի նախարարը նշել է օբյեկտիվ եւ անկողմնակալ դիրքորոշում պահպանելու եւ տարաձայնությունները երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծելու հարցում պնդելու անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշել է, որ Մերձավոր Արևելքի հարցում գլխավոր առաջնահերթությունը Գազայի հատվածում համապարփակ զինադադարի հաստատումն ու հումանիտար աղետին վերջ դնելն է։
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 57 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով Գազայի հատվածին իսրայելական զորքերի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 57, վիրավորվել ևս 153-ը։ Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ մահացած 14 մարդու դիակները, որոնք դուրս են բերվել փլատակներից, տեղափոխվել են շրջանի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական բանակի գործողությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 52314-ի, վիրավորվել 117792 մարդ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, նշելով, որ Հայաստանի ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի շուրջ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Մենք հետևողական եւ վճռական ենք այդ հարցում։ Մեր անելիքը անել լիարժեք, հետևողական եւ համբերատար։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, խաղաղությունը հաստատվի եւ մենք չենք շեղվելու այդ ճանապարհից, ասել է նա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանն այն մարդն է, որ լավ էլ գիտի ինչքան զոհ են տվել արցախցիները։ Ինքը հիմա ատելության խոսք է քարոզում, այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Վահան Բատասյանը, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին։ Տգետ մասաներին մեջ ինքը ատելություն է որ արցախցիները չեն կռվել, բոլորը փախել են, առոք, փառոք եկել են այստեղ, լափում են, թալանում են, ասիկն արդեն այնքան ասել է լափել, թալանել, որ մասնագետներ են պետք լափոլոգի եւ թալանոլոգի։ Ամիսներ առաջ ընդդիմության համախմբում է իրացիոնալ համարող ՀԽ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմա հնարավոր է համարում, եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա բոլորին հավաքել, ասել բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով, բայց բոլորը շատ տարբեր են։ Երեք իր ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահը։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին եւ Սուրբ Աթոռին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը, ջանքեր դնելով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռին կոչ են անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը հարգելով քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայ գերիների, այդ թվում մեր հոր Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռը կարող է կարևոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղված դիվանագիտական ջանքերում, նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղության եւ հաշտության այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս Պապը մշտապես հետամուտ էր իր գահակալության ընթացքում, ասված է ուղերձում։ Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է մայստրո Տիգրան Մանսուրյանի հասցեին արվող քննադատություններին, ըստ որոնց մտավորականները պետք է արտահայտվեն քաղաքական հարցերի մասին։ Դպրոցականների շրջանում վտանգավոր խաղերը լայն տարածում են ստանում, ահազանգում են ծնողներն ու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանն ասում է, դրանք թե ֆիզիկական, թե հոգեբանական վատ ազդեցություն են ունենում։ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը։ ՆԱՏՕ-Վրաստան 2025 բազմած հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի Թբիլիսիից ոչ հեռու գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական եւ գնահատման կենտրոնի զորավարժարանում։ Վրաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ համատեղ զորավարժություններին շտաբային եւ դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը եւ Թունիսը։ Երկրաշարժ Բավրագյուղից քիչ հեռու։ Ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 3:40-ին Բավրագյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեկ Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների այսպես կոչված դատավարության 28-րդ նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ քննարկվել են 1992 թվականին Շուշիում տեղի ունեցած իրադարձությունները։ Հարցաքննվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։ Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 1-ին։ Եղանակը
առաջիկա օրերին։ Երևան քաղաքում ապրիլի 29-ից ցերեկը մայիսի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին մայիսի 2-ից 4-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը 30-ին մայիսի 1-ից 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-ից 5, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 8-ից 10 աստիճանով, ապրիլի 30-ին մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։